Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սամվել Կարապետյանը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ։ Հայցը ըստ կոմերսանտի առնչվում է Կոտ դ'Ազուրում գտնվող 120 միլիոն եվրո արժողությամբ Իրինա Մարիա վիլային, որի սեփականության իրավունքը Ֆրանսիայի դատարանը սառեցրել էր, կասկածելով, որ իրական շահառուն Գազպրոմի դուստր ընկերությունն է։ Հաշվի առնելով Իսրայել-Իրան հակամարտության սրացումը, արդյոք մտավախություն չկա, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Հարցին ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը պատասխանել է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու որևէ հիմք չունի, թեև ցանկացած լարում տարածաշրջանում առաջացնում է մտահոգություններ, որ կարող է ընդհանուր առմամբ լարվել անվտանգային իրավիճակը։ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ եւ լեգիտիմություն Հայաստանի վրա որևէ կերպ ագրեսիա սկսելու համար, ուստի անվտանգային միջավայրը բոլորովին տարբեր էր 2022-ին եւ 2025 թվականին, եւ բացի այդ հիշեցնեմ, որ Հայաստան եւ Ադրբեջանը ունեն պատրաստի խաղաղության պայմանագրի տեքստ, որը Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր։ Բայց Ադրբեջանը պատրաստ է։ Դա Ադրբեջանի դիրքորոշման մասին գիտեք եւ Հայաստանը աշխատում է եւ շարունակում է բանակցությունները եւ քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար։ Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով խորհրդակցությունների երրորդ փուլը չեղարկվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մենք հուսով ենք, որ նրանց վերցրած դադարը շատ երկար չի տևի, հավելել է Զախարովան, չնշելով երկկողմ խորհրդակցությունների չեղարկման պատճառները։ Նախորդ տարվա տնտեսական արդյունքները շարունակում են քննարկվել, հանդիպել հակադարձումների, իսկ պետական ամենաբարձր մակարդակով վստահեցնում են 2024-ին շոշափելի առաջընթաց է գրանցվել։ Տարվա ընթացքում ապահովվեց 5.9% հնայի աճ, ինչը ընթացիկ գներով նշանակում է ավելի քան 700 միլիարդ դրամի հավելյալ համախառն ներքին արդյունք համեմատած նախորդ տարվա հետ։ Իսկ 25-ի առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 5.2% տնտեսական աճ, շարունակելով հաստատուն վերելքը։ Կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ է կրել տնտեսությունը, որն իր ուղիղ արտահայտությունն է գտել աշխատաշուկայում։ Միայն 2024-ի նոյեմբերին հանրապետության տարածքում հաշվառվել է 783,000 աշխատատեղ։ Օրինակ, մետալուրգիայի ոլորտում մետաղի ջարդոնի արտահանման սահմանափակմամբ խթանվել է տեղական արտադրությունը։ Իրականացված ավելի քան 250 միլիոն դոլարի ներդրումների արդյունքում ոլորտում սկսել են գործունեություն ծավալել գունավոր մետաղներից արտադրանք թողարկող 2 նոր կազմակերպություն եւ սև մետաղների վերամշակմամբ զբաղվող եւս 4 նոր կազմակերպություններ։ Տնտեսության զարգացումը ինքնին ենթադրում է պետական բյուջեի ավելացում, իսկ ինչ նպատակներով են ծախսվել այդ գումարները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պարզաբանում է, իր ղեկավարությամբ գործող գերատեսչությունը բյուջեից հատկացված գումարի մեծ մասը ուղղել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը, այդ թվում սոցիալական աջակցություն, զբաղվածության ապահովություն, բնակապահովման ծրագիր միայն 2024 թվականին պետական բյուջեից փաստացի ուղղվել է շուրջ 66.2 միլիարդ դրամ, իսկ 2023-ից մինչև 25 թվականի հունիսի 1-ը ծրագրի իրականացման փաստացի ծախսը պետբյուջեից կազմում է 118.8 միլիարդ դրամ։ Առողջապահության ոլորտը նույնպես օգտվել է պետական բյուջեից, մի քանի ուղղությունների է նախորդ տարի տրամադրվել գումարը։ 2024 թվականին պետական բյուջեի միջոցները ծախսվել են, ինչպես միշտ, ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, բազմածավալ շինարարություններ են իրականացվել, առկա բժշկական կենտրոնները հագեցվել են նորագույն սարքավորումներով, թիվը 13 շինարարություններ ընթացիկ, ավարտված շինարարություններ 3-ը եւ մենք այս տարվա ընթացքում էլ չկա ամիս, որ գոնե 2 բժշկական կենտրոնում չբացենք բաժանմունք, չբացենք բժշկական կենտրոն, չդնենք նոր սարքավորում։ Առողջապահության նախարարը մեկ այլ փաստարկել է բերում ցույց տալու համար, որ բնակչության կենսամակարդակը բարելավվել է։ Կյանքի տևողության միջին տարիքը 2023-ին հասել է 77.7 տարեկանի, որը ըստ նախարարի բացառիկ ցուցանիշ է 1986 թվականից ի վեր։
Ինչով կավարտվի տարածաշրջանի գլխին թափվող կրակը, աշխարհը սևեռված սպասում է խաղաղության օրակարգով իշխանության եկած Թրամփը ինչու չկանխեց Իսրայել-Իրան այս բախումը։ Ով է հիմա հետքայլ անելու Իրանը, որի ռազմաքաղաքական ղեկավարության զգալի մասը ըստ էության գլխատվեց ռազմաարդյունաբերական եւ տնտեսական ենթակառուցվածքների հսկայական կորուստներ ունեցավ, թե ոտքը հետ կդնի Իսրայելը, որը այնուամենայնիվ չի կարողացել էական վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին, քանի որ չունի խորքային հասանելիության ռումբեր։ Տեղեկություն եղավ, որ տեղեկություն հրապարակվեց, որ Իսրայելը դիմել է Ամերիկային այդպիսի ռումբեր տրամադրելու, բայց Թրամփը մերժել է։ Սպիտակ տունը տեղնուտեղը հերքեց այդ տեղեկությունը։ Մինչև կպարզվի այս վտանգավոր բախման ելքը, Մեջլիս է գալիս Բաքուն։ Զանգեզուրի միջանցք ասածն են հիշել Ալիևի օգնական Հաջիևի կատարմամբ։ Now we expect that Armenia should make a first important step. Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի Զանգեզուրի միջանցքի մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից։ Ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք։ Լավ, այն անվանեք անցուղի։ Մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար եւս, բայց մենք եւս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս։ Այսինքն իբր ընդամենը ճանապարհ են ուզում։ Սա ցինիզմի քրոնիկ դրսևորումն է, ինչ խոսք Երևանը պարզ ասել է, կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը սուվերենության առաջնահերթությամբ, եւ եթե պարզապես ճանապարհ էին ուզում, ապա ձայն կհանեին, կարձագանքեին։ Չէ, հիմա Ալիևը սրել է ատամները, բացել ախորժակը, մերձավոր արևելքի երկինքը եռում է, Ալիևը սցենարներն աչքի առաջ հաշվարկ է անում։ Բաց սցենարը Հայաստանի համար շատ վտանգավոր է, որովհետև եթե Իրանում ապալվեց իշխանությունը, այսինքն խաոս ալինելու ինչ-որ ժամանակ եւ Իրանը չի կարողանալու իր դեպքով դերը տանել մեր տարածաշրջանում, ապա Ադրբեջանը եւ Թուրքիան լայն հնարավորություններ կստանան Հայաստանի վրա հարձակվելու համար։ Բնականաբար մենակ Իրանը չի զսպում այս պահին Ադրբեջանին եւ Թուրքիային, բայց Իրանը արդյունքի պայուն է զսպման մեխանիզմի մեջ։ Եթե Իրանը չլինի, ապա շատ դժվար կլինի իրենք զսպել նոր ագրեսիայի։ Իսրայել-Իրան պատերազմը դերևս կանգնեցնելու հույսեր չկան, մեզ համար, Հայաստանի համար, երբեք ձեռնտու չի պատերազմի ցկցկվածությունը։ Այսօր մեր Թշնամի պետությունը սպարտողական վիճակի մեջ է։ Նա ավելի հակված է օգնելու Իսրայելին ընդդեմ Իրանի։ Իրանը հրապարակային հայտարարեց, որ եթե որևէ մեկը փորձի աջակցել Իսրայելին, կհամարի իրեն Թշնամի եւ հարված կստանա իրենից։ Այո, հիմա մեզ պարզ չի։ Իրանը գիտի արդյոք, որ Ադրբեջանը իր տարածքը տրամադրում է Իսրայելին եւ իր տարածքից Իսրայելը հարվածներ է ուղում Իրանի վրա։ Մերձավոր արևելքը կրկին մեծ դարձնենք, Թրամփը սա կրկնում է իր նախընտրական պայքարի օրերից։ Հիմա ինչ կա մտքին դժվար է ասել, մասնագետները չեն բացառում, որ այս առճակատումն ավելի երկար կտևի, որևէ կողմը հաղթելու հնարավորություն չունենա եւ ներքաշվեն տևական քայքայիչ պատերազմի մեջ, եթե խոշոր խաղացողները չխառնվեն ու հարցի բանակցային լուծում տան։ Հույսեր չկան, որովհետև այդ հույսերը միայն կարող են իրականանալ Միացյալ Նահանգների կողմից դադարեցնելու համար պատերազմը, օրինակի համար, հորդորելու Իսրայելին եւ Իրանին կանգնեցնելու պատերազմը եւ բանակցությունների ցեղանի շուրջ ուրեմն հավաքվեն լուծելու համար այդ հարցը։ Դա չի երևում այսօր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ի դեպ խաղաղությունից խոսեց Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Հենց այս զրույցի ընթացքում է ռուսական կողմը հիշեցրել մի առաջարկի մասին, որն արել էր մինչև Իսրայելի Իրանին հարվածելը, նկատելով, թե այդ առաջարկը կարող է ընդունելի լինել բոլոր կողմերի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի եւ Իրանի միջև շարունակվող հակամարտությունը արագորեն սրվում է։ Նա նշել է, որ Կանադայում անցկացվող մեծ յոթնյակի գագաթնաժողովից մի օր շուտ կվերադառնա Վաշինգտոն զարգացումներին անմիջապես հետևելու նպատակով։ Սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահը գրառում է կատարել հղված իրանցիներին։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թերանից։ Բացի այդ, նա հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքյանի հետ, քննարկվել են Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը տեղեկացրել է, որ շփումներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ։ Թուրքիայի ղեկավարի խոսքով Անկարան պատրաստ է օժանդակող դեր խաղալ հակամարտության անհապաղ դադարեցման եւ միջուկային բանակցություններին վերադառնալու համար։ Էրդողանը նաեւ ընդգծել է, որ կարևորում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը։ Հնդկաստանում հին կամուրջ է փլուզվել, երբ ավելի քան 100 զբոսաշրջիկ փորձել է սելֆի անել։ 100-ից ավելի մարդ վնասվածք է ստացել Կաչոր զոհ մի քանի անհետ կորած։ Որոշներին էլ քշել է Ինդրայանի գետի հոսքը, դեպքը տեղի է ունեցել Պունե քաղաքում։ Եթե դուք արդեն այնքան հեռու եք գնացել, որ որոշել եք ամուսնալուծվելու ընտանեկան վեճը բերել դատարան, ապա եկող ամսից սկսած մինչև դատարանի դուռը բացելը, պետք է նախ բացել հաշտարարի սենյակի դուռը։ Արդարադատության նախարարության որոշման համաձայն հաշտարարությունը հուլիսի 1-ից դառնալու է պարտադիր ամուսնաընտանեկան վեճերի կարգավորման համար, բայց ով է հաշտարարը, ինչպես է կիրառվում հաշտարարությունը եւ առհասարակ սա չի ենթադրում նոր բարդություն արդեն իսկ բարդ իրավիճակում հայտնված մարդու համար։ Բաժանման եզրին հասած ամուսինները երբեմն նույնիսկ տարրական շփման խնդիր են ունենում։ Պահին ոնց որ արդեն հասել է այդ բաժանման որոշումը կայացնելու փուլին եւ իրավիճակը բավականին լարված է ու չեմ ուզում պատկերացնել ու չեմ կարողանում պատկերացնել թե ոնց պիտի մենք նստենք մի սենյակում, ծնենք իրար դեմքի եւ խոսանք, այսպես որ պատկերացնում այդ իրավիճակը արդեն իսկ ոնց որ ստրես է դա իմ համար։ Հաշտարարը հատուկ վերապատրաստված միջնորդն է, որի գործն է օգնել կողմերին հասնելու փոխադարձ համաձայնության հաշտվել կամ էլ եթե հնարավոր չէ, բաժանումն էլ դատարան մտնելուց առաջ հանգիստ տանել։ Բայց արդյոք հաշտարարությունը լուծում է խնդիրները, թե եւս մեկ փուլով ավելացնում է արդեն իսկ դժվարացած ճանապարհը։ Փորձագետները նշում են, հաշտարարությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կողմերը իրոք պատրաստ են երկխոսության։ Այստեղ խնդիրը այն է, որ պետությունը ուզում է մի քայլ դատարանին թեթևացնի նմանատիպ վեճերից, որովհետև վիճակագրությունը, ուսումնասիրությունը թե հայաստանյան, թե միջազգային ցույց են տալիս, որ ամուսնաընտանեկան վեճերով շատ հաճախ ավելի շատ կողմերի միջև ինչ-որ էմոցիոնալ ֆոն կա, քան իրավական վեճ։ Հաշտարարի մոտ գնալու գաղափարը հոգեբանական առումով բոլորի համար չէ, որ ընդունելի է։ Եթե նախկինում մարդը կարող էր ուղղակի դիմել դատարան, ապա այժմ նա չի կարող շրջանցել հաշտարարության փուլը։ Ընդհանրապես պատկերացում չունեմ, թե ոնց պիտի հաշտվենք, իսկ ձեր ասած հաշտարարի մասին ընդհանրապես չենք լսել ու գաղափար չունեմ, թե ինչ ձև կարողանա մեզի օգնի։ Իրազեկվածության պակաս կա, պնդում են մասնագետները, եթե կողմերը իսկապես ցանկություն չունեն եւս մեկ անգամ հանդիպել միմյանց, կարող են հաշտարարություն իրականացնել փաստաբանների միջոցով։ Սկզբի շրջանում բոլորն էլ այդպես են ասում, բոլոր զույգերները, այսինքն բայց ինքը որ չի ուզում իր ամուսնու տեսնի, դատարան պայմանական հայց է ներկայացնելու եւ չի բացառում, որ իր ամուսինը դատարան ներկայան։ Այսինքն այս խնդիրը այդ տեսանկյունից էլ պետք է նայել։ Հիմա այդ մարդու համար ինչ տարբերություն դատարան, թե ինքը մտածում է փաստաբանով կարա դիմի դատարան։ Հաշտարարությունը որպես այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմ հնչում է խոստումնալից, բայց այն ըստ մասնագետների կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտի ինչ է դա եւ ինչպես է այն աշխատում։ Գույների սիմֆոնիա արվեստի ցուցադրությունը նորովի կենթանացած կտավներով վիրտուալ ճամփորդություն է վերցնի մետրերի Վան Գոգի եւ Գուստավ Կլիմտի կտավներն են։ Հայաստանի նկարիչների միությունում մինչև օգոստոսի 19-ը հնարավորություն կունենաք դիտելու եւ վայելելու աշխարհահռչակ արվեստագետների մուլտիմեդիա ցուցահանդեսը։ Ավելի քան 300 կտավ է ցուցադրվում անիմացիոն ձևաչափով։ Համաշխարհային պրոյեկտը ավելի քան 6 տարի մեծ հաջողությամբ շրջել է Ռուսաստանում եւ Եվրոպայի մի շարք քաղաքներում։ Այժմ այն վայելելու հնարավորությունը հայ արվեստասերներինն է։ Համաշխարհային պրոյեկտ է, կա եվրոպական քաղաքներում, մենք համագործակցության արդյունքում վերել ենք Հայաստան հայ հանդիսատեսի համար հայերեն խոսքով
որը կրթական է, որը շատ հետաքրքիր է, որը մարդուն ամբողջությամբ կլանում է իր մեջ։ Ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն նրանց ստեղծագործությունները, այլև կտավների կյանքի ընթացքը, նաև կերպարվեստի լեգենդների կենսագրության ամենահետաքրքիր դրվագները։ Լավ առիթ ունեն Վան Գոգի եւ Կլիմտի հետ ծանոթանալու եւ նրանց արվեստի մասին որոշ մանրամասներ իմանալու, ինչը շատ կարեւոր է, թե որքան պրոֆեսիոնալ, որքան հետաքրքիր կյանք ունեցող նկարիչներ են։ Ցուցադրությունը ոչ միայն գեղագիտական է, այլև ճանաչողական։ Բացառիկ հնարավորություն է բացահայտելու Վան Գոգի գույների հույզերն ու Կլիմտի ոսկեգույն սիմվոլիզմը։ Ամբողջը դիտել եմ, շատ հավանել եմ։ Ուրախ եմ, որ Երևանում նման ցուցահանդեսներ են կազմակերպվում։ Վան Գոգի մասին շատ բան գիտեի, իսկ Կլիմտի մասին իհարկե լսել էի, բայց քիչ իր մասին գիտեի։ Շատ հետաքրքիր էր նաև Կլիմտի մասին իմանալը։ Հնչող երաժշտությունն ու պատմությունները, հզոր վիզուալ էֆեկտներն ու էկրանի վրա կենթանացած կտավները ստեղծում են անզուգական մթնոլորտ, որը կտրում է իրականությունից ու ասես տեղափոխում հեքիաթային աշխարհ։ Այստեղ ժամանակակից տեխնոլոգիաների ու դասական վարպետության միահյուսված մոլորակն է։ Հունիսի 17-ին մահվան ելքով վրա էր թե տեղի ունեցել Արարատի մարզում 44-ամյա Կարենը օփելով Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 87-ամյա Լևիկին։ Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահումն է արձանագրել նրա մահը։ Վարորդը փախուստի չի դիմել, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Հիմա տեսնում եք, այստեղ հավաքվել են մեծ թվով բնակիչներ, ովքեր արդարացիորեն բողոքում են, ասելով, որ նշված հատվածում հաճախակի է տեղ ունենում վրաերթեր եւ իրենք բազմաթիվ անգամներ դիմել են պատկան մարմիններին, որպեսզի այստեղ սարքեն վերգետնա անցում, սակայն խոստացել ու այդպես էլ չեն կատարել բնակիչների խնդրանքը։ Մենակ 6 թող ես ունեմ 2 հատ զբոսմեն։ Չեմ կարող օրը երկու անգամ շոշես տարբեր, էլ հոգնել եք չեն կարող ացել։ Հələ ցերեկով լուսով գոնե տերում ես, բա գիշերը։ Ստիպած ես այդեղեկին հանեք լցեք, դու թոդարնան անգրագեք։ Սաղ ձուկ է սատկացան, հա։ Դες մասսայական կոտորում են։ Արա, ես իշքան կաստել ես տենա։ Բա։ Մի քանի օր է Կոտայքի մարզի Արզնի գետում արտակարգ վիճակ է։ Ողջ գետը լցված է սատկած ձկներով։ Քաղաքացիներն ասում են 911 են զանգել։ Ըստ քաղաքացիների սատկած ձկները եղել են Կողակ, Բեղլու։ Կատարվածի մասին քաղաքացիները զանգել են պատկան մարմիններին, թե արդյոք ինչ հետևություններ են արել պատկան մարմինները դեռևս հայտնի չէ։ Տեն այս չայքեք ինչ են հավաք։ Մեզ խա փրփրես։ Իրենց տեղեկություններով կեղտաջրերը գետն են լցվում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայից։ Կոչ են անում պատասխանատուներին արագ արձագանքել, հետևողական լինել։ Economist Intelligence Unity վարկանիշում Կոպենհագենը ճանաչվել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքը, դուրս մղելով Վիեննային։ Դանիայի մերաքաղաքը լավագույն միավորներ է ստացել կայունության, ենթակառուցվածքների ու կրթության համար։ Վիեննան եւ Ցյուրիխը կիսել են երկրորդ տեղը, իսկ լավագույն տասնյակում տեղ է գտել նաեւ Մելբուրնը, Ժնևը, Սիդնեյը, Օսական, Օքլենդը, Ադելաիդան եւ Վանկուվերը։ Մի շարք քաղաքներ, այդ թվում Մանչեսթերը, Կալգարին եւ Ջակարտան, զիջել են կամ բարելավել են դիրքերը ըստ տարբեր սոցիալական եւ անվտանգության գործոնների։ Զբոսաշրջիկները հետաքրքիր նկարահանում են իրականացրել բրազիլական ջունգլիներում։ Նրանց տեսախցիկը ֆիքսել է յագուարի եւ ալիգատորի միջև կատաղի մենամարտը։